Այսօր ժամը 12-ից քննությունը սկսվել է։ Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափաման միջոց երկարաձգելուն, որ պատկերացնեք հիմքերը եւ հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, ինչ երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափաման միջոց։ Այսինքն նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում։ Սա ինչի համար եմ վկայակոչում, որ պատկերացնեք, որ թե կալանքը 7 ամիս տևած, թե տնային կալանքը 2 ամիս տևած, ոչ մի հիմնավորում անհրաժեշտ չունի։ Պարզապես խափաման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, դա էլ է ակնհայտ։ Ուղղակի այլևս այս քրեական վարույթը զուտ մի պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այն ժամկետը, որով խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, ուղիղ 1 ամսով, ուղիղ միջամտում է քաղաքական պրոցեսների։ Ուղիղ այս պայդերությամբ դատարանը հայտարարել է ընդմիջում ժամը 20:00-ին կշարունակվի դատական Վարդանյան ինչ բանով է, որ այսինքն այն հայտնի հարցազրույցի մասով է բանը, ըստ էության, տեսեք, ըստ էության հայտնի հարցազրույցը այն է, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, նախադասության համար քրեական վարույթը նույն կերպ պահպանվում է։ Կան արդյոք այլ մեղադրանքներ, երկու տնտեսական բնույթի մեղադրանքներ կային, որոնցից երկուսն էլ Առաջին Ատյանի վերաքննիչ դատարանների կողմից հիմնավոր կասկածի բացակայությամբ արձանագրվել էին, որ անհիմն են, միաժամանակ Վճռաբեկ դատարանը մեկ դեպքի վերաբերյալ գտել էր, որ հիմնավոր կասկածը կա, հիշում եք այդ պատմությունը, որ նույնիսկ դատախազները կարողացել էին արձեռն ստանալ այդ որոշումը, երբ մենք նույնիսկ տեղյակ չէինք, որ նման որոշում հրապարակվել է։ Այնուհետև նույն Վճռաբեկ դատարանը երկրորդ տնտեսական բնույթի մեղադրանքի վերաբերյալ արձանագրեց հիմնավոր կասկածի բացակայությունը։ Պատկերացրեցիք, այսինքն Վճռաբեկ դատարանը մեկ տնտեսական բնույթի մեղադրանքի վերաբերյալ գտավ, որ իբրև կա այդ հիմնավոր կասկածը, թեև դրա նվազագույն շանսը չէի պատկերացնում ոնց կարող էր լինել, եւ դրան համարժեք մեկ այլ աբսուրդային մեղադրանքով գտավ, որ հիմնավոր կասկած չկա։ Հետևաբար ամփոփելով, այո, հարցազրույցն է հիմնական մեղադրանքը։ Իսկ թե հարցազրույցի պահպանման անհրաժեշտությունն էլ է վկայակոչվում է հենց դրանով։ Եվ իդեպ ասեմ ձեզ անկեղծորեն, երբ հարցնում եմ քննիչին, օրինակ, երբ Սամվել Կարապետյանը ասել է, որ միշտ եղել եմ հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի կողքին, դա հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, օրինակ այդ բառերը ասելը վերջինիս պատասխանը այնպիսին էր, որ այո, այն եւս կարող է հանդիսանալ, քանի որ ամբողջ կոնտեքստը պետք է հաշվի առնենք։ Հետևաբար, գիտեք, աբսուրդ է սա քաղաքական հետապնդում է, սա առաջին պահից սկսած է եղել քաղաքական հետապնդում եւ դա արձանագրված է եղել Facebook-ի միջոցով։ Այստեղ վեճ չկա։ Քննիչները վերջացրեցին միջնորդության ներկայացումը եւ դատախազն էլ ներկա։ Դատախազը ներկա չէ։ Եվ պարոն Վարդանյանը վարչապետի մակարդակում հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանը այո կարող է վերցնել հեռախոսը, տեսանյութերով, տեսահաղորդումներով հանդես գալ։ Ճիշտ է, քիչ առաջ Նարեկ Կարապետյանն ասաց, որ այդ հարցով դիմել են քննչական կոմիտե, սակայն պատասխան չեն տվել։ Դուք ավելի իրավաբանորեն կմանրամասնեք, ինչ է տեղի ունեցել։ Գործընկերներ ջան, ես կարծում եմ երևի 3-ից 4 անգամ մանրամասնել եմ նշված հարցը։ Իդեպ այսօր էլ դատական նիստում դրա վերաբերյալ քննարկում եղավ, կարող եմ ասել, որ գործադիր իշխանության ղեկավարի կողմից ներկայացված հայտարարության իրավական հիմքը, աղբյուրը չեմ պատկերացնում ինչն է։ Այսինքն դուք կարծում եք, եթե Սամվել Կարապետյանը Ես ինքս դիմել եմ պրոբացիայի ծառայություն հարցնելով, արդյոք կարող է տեսաուղերձ հրապարակել, պրոբացիայի ծառայությունը ինձ առաջարկել է դիմել դատարանին եւ վարույթ իրականացնող մարմնին։ Վարույթ իրականացնող մարմինը ասել է, որ նման պատասխան տալ չի կարող, դե դա մերժումն է, գործընկերներ ջան։ Դատարանին դիմել եմ, դատարանից պատասխան չունեմ եւ ճիշտն ասած հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ նաեւ հաղորդակցման սահմանափակում է կիրառված։ Այսինքն օրինակ Նարեկ Կարապետյանին Սամվել Կարապետյանը չի տեսել արդեն 9 ամիս։ Հիմա օրինակ եթե տեսաուղերձ հրապարակի եւ կներեք, որ սա այս օրինակը բերում եմ, հիմա Նարեկ Կարապետյանը եթե լայք անի այդ տեսանյութը, դա հաղորդակցում կմեկնաբանվի այն քննչական մարմնի կողմից, որը մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, որակում է որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։
Դե ես կարծում եմ իրավապահների պատասխան չտալը նշանակում է, որ պարզապես սա լրիվ այլ նպատակ Պարոն Վարդևանյան, իսկ որոշման հրապարակման հետ կապված կարող եք ասել, երբ կլինի արդեն հրապարակումը, թե դա ժամը 8-ին վերսկսվելու է դատական նիստը, շարունակվելու է, եկեք սպասենք կտեսնենք։ Պարոն Վարդևանյան, դատարանը այլևս քանի անգամ կարող է կիրառել կալանքը որպես խափանման միջոց, քանի անգամ է մնացել դատարանի ըստ օրենքի։ Քրեական վարույթը ունի ժամկետ առավելագույն, այն 10 ամիսն է։ Այս վարույթը 10 ամսից ավելի չի կարող տևել։ Իդեպ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ մեղադրանքի տեսանկյունից, քանի որ այն միջին ծանրության ենթադրյալ արարք է 5 ամիսը։ Հենց այդ իսկ պատճառով էր ավելացվել այս տնտեսական բնույթի մեղադրանքները, որ կալանքը հնարավորինս երկար տևեր։ Բոլորը դա գիտեն։ Այո, 10-ն է, բայց այդ 10-ն էլ առավելագույնը չէ, որովհետև կարող են 2 ամսով կասեցնել քրեական վարույթի ժամկետը, ես ձեր ներկայությամբ այդ կանխատեսումը կանեմ, այդպես էլ անելու են։ 10 ամսում չեն ավարտելու քննությունը, այլ կասեցնելու են դրանով արհեստական որոշակի ձգձգել։ Հենց նախաքննությանն է վերաբերում։ Քրեական վարույթի ժամկետը ըստ էության նախաքննության մասին է ընդհանուր առմամբ։